Սա ուղղակի բեմադրված իշխանափոխություն էր։ Օտար ուժերի թելադրանքի ներքո։ Սա մեկ։ Երկրորդը կոռուպցիայի դեմ, երբ որ պայքարում են այնպես, որ հասկանանք ինչն է կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիշեցի, որ երբ որ հոգևոր հայրը Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարում էր, որպեսզի քանդի սովետական միությունը եւ ինքը գա իշխանության, առաջինը ես ուզում ասել, որ մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը ամենահետևողական պայքարն է վարել 30 տարիների ընթացքում այդ իսկապես կոռուպցիոն դրսևորումների դեմ։ Բայց մենք պահանջում ենք նաեւ, որ իսկապես բացահայտվեն կոռուպցիոն դեպքերը։ Սկսենք նրանից, որ Փաշինյանը իր իշխանությունը զավթելուց անմիջապես հետո բացահայտեց իբր թե 11 սուպերմարկետների գործը, որտեղ 20%-ի փոխարեն վճարվում էր 5% հարկ։ Նայում ենք այսօր այդ բոլոր մարկետները իրենց տեղում են։ Ավելին, նայում ենք, որ իրենց տերերը շատ ավելի զարգացրել են իրենց բիզնեսը, շատ ավելի ճոխացրել են իրենց բիզնեսը։ Այսինքն դատարկ փուչիկ, թե պարզապես հին, այսպես ասած, նախահեղափոխական Փաշինյանի ասած մեթոդներով հետ հեղափոխական իրավիճակում լուծվեցին հարցերը։ Իդեպ մոնոպոլիստների մասին իրավունք թերթը եւս անդրադարձել է դրան, ուզում եմ մեջբերում անել, հա, բարձում է ջախջախված մոնոպոլիստներն իրենց շատ լավ են զգում այս իշխանության օրոք եւ կան ցուցանիշներ ցորենի, բանանի, շաքարավազի ներկրման, փաստորեն ստացվեց, որ այս հեղափոխությունը արհեստական էր եւ այնինչի դեմ պայքարում էինք, հա, մոնոպոլիստների, այսօր էլ ունենք նույնը։ Նույնը չունենք, ունենք ավելի վատ վիճակ։ Շատ լավ է, որ դուք այդ հոդվածին անդրադարձ կատարեցիք, վերված են փաստաթղթեր, որ այն սուբյեկտները, տնտեսվարող սուբյեկտները, ասենք շաքարավազի դաշտում, հացահատիկի դաշտում, նույն բանանի դաշտում, հա, իրենց թիվը պակասել է այս վերջին 1 տարվա ընթացքում, այսինքն մարդիկ, ովքեր ներկրում էին այդ ապրանքատեսակները, նրանց թիվը, ընկերությունների թիվը նվազել է, միաժամանակ աճել է խոշոր մոնոպոլիստների մասնաբաժինը շուկայում։ Եվ եթե Ալեքսանյանի մասնաբաժինը շաքարավազի շուկայում անցած տարի 17 թվականին, այսինքն եղել է 94%, իսկ հետ հեղափոխական ժամանակում 94-ը դարել 93, ասենք թե, դրա համար մի ամբողջ հեղափոխություն էր պետք անել։ Այսինքն մոնոպոլիստը մնացել է մոնոպոլիստ, ով որ հարուստ էր շարունակում է հարստանալ, ով որ աղքատ էր շարունակում է աղքատանալ։ Գիտեք, երբ որ Ավինյանը, առաջին փոխվարչապետը, ինքը իրեն տվեց պետական դրամաշնորհ մի քանի միլիոն, եւ հաջորդ իսկ օրը չզրկվեց պաշտոնից, ել չեմ ասում չհայտնվեց բանտում, արդեն ամեն ինչ պարզ էր։ Երբ որ նույն մշակույթի նախարարի պաշտոնակատարը իր դստերն է տալիս դրամաշնորհ, նույնպես պետական միջոցներից, եւ մնում է իր պաշտոնում, եւ ոչ մի արձագանք, ամեն ինչ պարզ է։ Երբ որ մարդիկ, ովքեր գալիս էին ասելու, թե մենք եկել ենք արդարության, չգիտեմ, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ պետական բյուջեից իրենց քարտուղարուներին, բարձվեց նաեւ քարտուղարուներ կան, որոնք ունեն իրենց հերթին քարտուղարուներ, տալիս են այնպիսի գումարներ, որոնց մասին շարքային քաղաքացին երազել անգամ չի կարող։ Երբ որ մենք տեսնում ենք հայտարարությունը վերջերս ՊԵԿ-ի առաջին փոխղեկավարի այն մասին, որ ՊԵԿ-ում 3 ամիս աշխատես միլիոնատեր կդառնաս։ Սա ի՞նչ է։ Սա կոռուպցիան պարտադիր չի լինի կաշառքի ձևով մեկը վերցնի փող եւ տա մյուսին։ Սա կաշառքն է։ Կոռուպցիան դա համակարգ է։ Երբ որ այդ համակարգով մտնում են պետական բյուջե, թալանում են, եւ այդ թալանը հետո հայտնվում է որտեղ, տեսնում ենք դղյակներ։ Իսկ դու գիտեք որևէ մի դղյակ, օրինակ, որի տերը, այսպես ասած, պատասխան տար, իսկ դղյակը փոխանցվել մի մանկատանը։